Մայիսի 7-ից 11-ը նախատեսված էր Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի պաշտոնական այցը Բաքու, որը սակայն վերջին պահին չեղարկվել է։ Պաշտոնական պատճառը Մերձավոր Արևելքում քաղաքական և դիվանագիտական հարցերով պայմանավորված Իսրայելի վարչապետի խիտ ժամանակացույցն էր, սակայն պաշտոնական պատճառաբանությանը անգամ իսրայելական կողմում այնքան էլ չեն հավատացել։ Ըստ իսրայելական աղբյուրների, այցի չեղարկման հիմնական պատճառը թուրք-իսրայելական լարված հարաբերություններն են, որոնց հետևանքով Թուրքիան հրաժարվել է իր օդային տարածքը տրամադրել Իսրայելի վարչապետի համար։ Ինչպես հայտնի է, ներկայում Իսրայելի և Թուրքիայի միջև հարաբերությունները Սիրիայում և Գազայում տեղի ունեցող զարգացումներով պայմանավորված բավականին լարված են։ Ըստ իսրայելական Վալա լրատվամիջոցի, ստեղծված իրավիճակում Իսրայելի վարչակազմը դիտարկել է Բաքու հասնելու այլ տարբերակներ, օրինակ Հունաստանի և Բուլղարիայի երկնքով, սակայն դա շահավետ չի համարվել, քանի որ առնվազն կրկնակի կերկար էր Թել Ավիվ-Բաքու թռիչքը։ Եվ իսկապես Թուրքիայի դիրքորոշմամբ պայմանավորված Իսրայելից Բաքու հասնելու տարբերակները խիստ սահմանափակ են, եթե հաշվի առնենք, որ Նեթանյահուն չէր կարող Բաքու մեկնել Իրաքի և Իրանի օդային սահմանով։ Սա առաջին դեպքը չէ, որ Իսրայելի պետական բարձրաստիճան պաշտոնյան Թուրքիայի կողմից օդային սահմանը փակելու պատճառով չի հասնում Բաքու։ Նախորդ դրվագը տեղի էր ունեցել անցյալ տարվա նոյեմբերին Ադրբեջանում անցկացվող COP29 ՄԱԿ-ի կոնֆերանսի ժամանակ, որին պետք է մասնակցեր նաև Իսրայելի նախագահը, սակայն նա այդպես էլ չկարողացավ ներկայանալ միջոցառմանը։ Այդ ժամանակ նույնպես Իսրայելը չներկայանալու համար որպես պատճառաբանություն բերել էր անվտանգային հրատապ հարցերը։ Նեթանյահուի ադրբեջանական այցի չեղարկման պատճառը Թուրքիայի օդային տարածքի փակ լինելով պայմանավորելը կտրականապես հերքել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Ընջու Քեչելին, ասելով, թե Անկարան իսրայելական կողմից նման հարցում չի ստացել։ Ենթադրելի է, որ Իսրայելը, հաշվի առնելով նախորդ փորձը, որոշել է պարզապես չդիմել թուրքական կողմին, նախապես իմանալով հավանական բացասական պատասխանը։ Ըստ տարբեր աղբյուրների, օրերս Սիրիայի երկնքում առերեսվել են իսրայելական և թուրքական կործանիչները։ Բացի այդ, ժամանակագրորեն Իսրայելի վարչապետի Բաքու այցի չեղարկումից հետո Իսրայելը հայտարարեց Գազայում նոր գործողության մտադրության մասին։ Ըստ այդ ծրագրի, Իսրայելը զինվորական համալրումների միջոցով փորձելու է նոր կանոնակարգ սահմանել Գազայի ներսում, վերահսկելով հիմնական կապուղիները, այնինչ ամերիկյան կողմին է տրվելու 2,3 միլիոն բնակչությամբ Գազայի հատվածի ներքին անվտանգությունը։ Ուշագրավ է նաև, որ Իսրայել-Թուրքիա լարվածության թոթափմանը չի կարող նպաստել Ադրբեջանի գործոնը, որը հայտնի է իր սերտ հարաբերություններով իսրայելական և թուրքական կողմերի հետ։ Ստացվում է, որ ադրբեջանական կողմը իր երկու մոտ դաշնակիցների հարաբերությունների պատճառով բավական դժվար դիրքում է հայտնվել։ Բաքուն դեռևս 2022-ին կարծես թե դրական դեր խաղաց Թուրքիայի և Իսրայելի միջև հարաբերությունների վերականգնման համար։ Այդ ժամանակ տևական դադարից հետո Անկարա մեկնեց Իսրայելի նախագահ Հերցոգը, սակայն Թուրքիայի և Իսրայելի միջև կապերի հարաբերական ջերմացումը պայմանականորեն տևեց մինչև իսրայելա-պաղեստինյան վերջին պատերազմը՝ 2023-ի հոկտեմբերը։ Իսրայելի հետ կապերում Ադրբեջանի և Թուրքիայի շահերի տարբերությունն ավելի ցայտուն դարձավ, մինչ Թուրքիան աստիճանաբար ավելացնում էր ճնշումը Իսրայելի վրա՝ ցեղասպանական որակելով Գազայի դեմ իսրայելական քայլերը և փորձելով այդ հարցում իսլամական աշխարհում առաջնորդության դեր ստանձնել, Ադրբեջանը, հաշվի առնելով Իսրայելի հետ բազմաթիվ ոլորտներում սերտ կապերը, չէր շտապում որևէ կողմ բռնել կամ առնվազն բացահայտ հանդես գալ Պաղեստինի օգտին։ Գաղտնիք չէ, որ Ադրբեջանի և Իսրայելի միջև սերտ կապերն աչքի են ընկնում փոխադարձ շահերով։ Ռազմամթերքի և զինատեսակների ստացման դիմաց Ադրբեջանը Իսրայել է արտահանում մեծ թվով նավթամթերք, ընդ որում Թուրքիայի տարածքով։ Ըստ ամերիկյան տնտեսական բարդության դիտարան կազմակերպության, 2023-ին Իսրայելը Ադրբեջանից ներկրել է իր հում նավթամթերքի կարիքների շուրջ 43%-ը։ Ադրբեջանական մատակարարումներն Իսրայել դեռևս շարունակվում են, մինչդեռ Թուրքիան ամբողջությամբ կտրել է իր առևտրային կապերը Իսրայելի հետ։